Բարև ձեզ սիրելի ընկերներ, երթերում թվանք հաղորդաշարի հերթական հաղորդումն է։ Ես Պետրոսյան Արամայիսն եմ, մասնագիտության մաթեմատիկ։ Այսօր եկել եմ ներկայացնել իմ զենքը AR10 Armalite ընկերության արտադրության։ Armalite ընկերությունը հենց AR ընտանիքի հիմնադիրներից է համարվում, հենց AR-ը Armalite Rifle հապավումը Armalite Rifle-ից է գալիս, կարճ ասած։ 6.5 գրիդմոր տրամաչափի զենք է, 22 ձուրմ միլիմետրերով երևի 566 միլիմետր երկարությամբ փողով, 1.8-ի թվիստով, այսինքն 1.8 էլի ձյուրմով։ Ուրեմն տեղադրել եմ վրան Strike Eagle, Vortex Strike Eagle 525 56 առաջին ֆլակոն օպտիկան, տեղադրել եմ MDT հենակներ եւ MDT ռուսերեն ասած ռուչկան կամ բռնակը, կներեք ռուսերեն ասելու համար, գնելուց մտածում էի bolt action զենք գնելու մասին, բայց միշտ տենց ինտերնետով ուսումնասիրելուց եւ այլն միշտ տենց աչքովս ընկնում էր տարբեր կայքերով, տարբեր YouTube-յան ալիքներով աչքս ընկնում էր ինքը, իր տեսքը, ինքը մարքսմենի զենք է համարվում, չի համարվում տենց գեր ճշգրիտ դիպուկահար զենք, եթե համեմատում ենք bolt action զենքերի հետ, բայց ինքը դիպուկ է, իր տրամաչափի համապատասխան ինքը ունի լավ դիպուկություն։ Գնացի Ասպար խանութ, Ասպարում տեսա այս զենքը, շնորհակալություն նաև Ասպար խանութին, այս զենքը ներմուծելու համար։ Տեսա, այտենց սիրտս կպավ ու գնացի այս զենքը։ Իր տեխնիկական մասով ինքը հետաքրքիր է, եթե համեմատենք ռուսական SVD-ին, համեմատական կարգով ինքը, եթե նույն այտենց կլասներով ենք համեմատում, ռուսականը SVD-ն ծիգրն է, ամերիկյան զենքերը կամ այդ AR ընտանիքի զենքերում AR10-ն է, տարբերությունը շատ է իհարկե տարբերությունը, բայց ամենահետաքրքիրը երևի իմ համար իր հետ մղող կիսաավտոմատ, որ ինքը հետ լիցքավորում է անում, մեթոդն է, որը ստեղ գազախողովակի միջոցով անում, այսինքն գազն է բրդում, իսկ ծիգր տեսակի կամ ակա տեսակի զենքերում մխոցն է բրդում, ու դա իրականում ոնց ըստ երևույթին նրա այդ հետ հարվածը քչացնում է, երևի ներկայացեմ պայստատուփն է, պայստատուփը 20 հատանոց է, իրականում բավականին անհարմար է իրանով կրակելը, որովհետև հարմարացնելը զենքը կրակելու շատ անհարմար է, երկար է, հակապնում է գետնին, եթե տարբերակ լինի մի օր կարճ գնել կգնեմ, բայց մի քիչ դժվար է, հուսամ մի օր հնարավորություն ունենալու ենք այնպեսնի, որ ներմուծվի ու գնեմ։ Այդքան ինձ թվում է տեխնիկական մասից, կգնանք կկրակենք խումբ, հետո երևի ընկեր Անդրանը հետ կգնանք կկրակենք հեռուն եւ կամ չգիտեմ, հեսա կտենանք, կորոշենք ընթացքում, այդքանը կհանդիպենք ճշտադրման տեղամասում։ Ոնց որ հետաքրքրացավ մեր խումբ հավաքելը, որոշեցինք այս գոնգի վրա խումբ հավաքենք, 3 հատ կետ ենք արել։ Այդ գոնգը մեր առաջին շարքած գոնգերից է, եթե նայեք ծրվել է, բայց հեռու է կախած եղել, դրա համար է ծրվել, իսկ մոտիկից 6.5 գրիդմորը ծակելու է, ու գոնե ինձ տենց է թվում։ Կհիշեք սկզբի թվանքներին նա պրաբիվայի մեծ փորձարկումներ էինք անում, հետո ոնց որ բոլոր կալիբրերը կրակեցինք, դրա իմաստը խորավ, հիմա ոնց որ բան է, նոստալգիա ենք բռնել, հեսա կախում ենք փունջը հավաքենք երկաթի վրա ու այդ բարդ գործին մեզ միացրել է նաև մեր գերլոկան, ով հոգով սրտով, վարքով ազատազենցի է։ Քանի որ ես վստահ չեմ, որ իրանք կարան դա ճիշտ անեն, որոշեցի կողքից խորհուրդ տամ, էլի ոնց որ։ Հիմա առաջարկում եմ, քանի որ այս բաներով պետքա կախել, առաջարկում եմ թելերով իրան կապել։ Կանաչ թելերով։ Հա։ Կանաչ լավ առաջարկ է։ Այո։ Ու առաջարկում եմ երկու կողմից գաս։ Շատ խնդալու։ Առաջարկում եմ այս երկաթը մեջտեղ չանել, էլի։ Okay, արի սենց անենք։ Թող։ Հա։ Լոկա ջան, կախի դու խորհուրդ տու ախպեր։ Նայ, այստեղից ես վերև եմ կրակում, այս վերևի սևը ինձ կթողեք։ Քեզ մեջտեղինն ենք տալու, որ միանշանակ թղթին կպնես, էլի։ Թղթին չէ գոհ։
Դե պասմասս քայլելուց դուք 3 վետերան եք տեսնում։ Արամուն չգիտեմ պատմելա թե չէ, բայց մենք իրար հետ ընկերացել ենք 20 թվականին, ինքը իմ մարտական ընկերն է, ես էլ իրա, դե լոկայի մասին է գիտեք, Երևի։ հակում ունի ինքը ոնց որ Արցախը պաշտպանելու։ Բայց մանրամասն չի պատմել ինչեր արել, բայց վստահ եմ, որ որոշ վտանգավոր էպիզոդներում հայտնի է, էլի, չէ՞, գերլոկը։ Դե տենց ասում են, չգիտեմ, ես չեմ սիրում вообще դրա մասին խոսալ։ Արի բան անենք, էլի, հարգանքի նշան ցուցաբերենք իմ գերլոկային։ Այո, իհարկե։ Տանք ինքը կրակի համի սխալների վրա կսովորենք մենք ու կանենք։ ավելի կուչնի կանենք մեր քունջոյին։ Okay։ Ուչնի։ Եկեք տեղափոխենք զենքը, նստած չէ, Ռոկա ջան։ Հա։ Ուրեմն ունեմ երկու տեսակի պատրոն։ Արի պարզով։ Ես ունեմ ընտրության Պարզով։ հնարավորություն, հա, Փաստորին։ Հա, ունես դու։ Okay։ Ունենք FMGBT ու HBPT, Cellular Bellot-ի։ Արի մենք սրանով մարդը 3 հատ զուտ զրահարություն ստուգենք։ Okay։ Կուչայակից հետո դու դրանով ցույց կտաս թե դու ինչերի ես ունակ էլի որտեղ Լավ։ վտանգավոր բաների մասնակցելու ես սա կիրառելով։ Շատ լավ, ոնց ասեք։ Սա ընթացիկ պարապելու քերու տղեկին կրակելու փամփուշտն է էլի։ Շատ լավ։ Մենք հանդիսանում ենք քերու տղեկին։ 3 հատ մեջտեղը։ Ես քեզ, Հա, առաջինը ես եմ կրակում։ առաջինը դու ես կրակում։ Այս ոնց որ կրակողին։ Ճիշտ եմ, չէ՞։ Ականջները այս 3-ից 6 ականջից ամենակարևորն են, դրա համար Հա, պարտադիր, հա, այս պարտադիր է, որովհետև ես առավոտ արդեն բայց ճիշտ եմ դե։ Հա, ինքը չի միանում, մենակ փագում է։ Բայց հա, այստեղ քեզ պետքա որ ստեղից կրակես, որովհետև մեր փամփուշտը ոնց ասացի։ Աթոռը իմ համար ցածր ալնելու, ոտերը պետքա իշնի։ Հա, ես էսա։ Հա, քիչ ասնենք, հա։ Կոնգի մեջտեղի մեջտեղն ենք կրակում։ Վահի լավ ընկեր եմ, էլի։ Մենք հոգ ենք տանում իրար այդ կրակողներով։ Շնորհակալություն նման վերաբերմունքի համար։ Յո։ Մինիմում որ կպել ենք արդեն լավ է, շարունակենք։ Աչ ներքև էի կպել։ Որ 3 կրակոցդ իրար մոտի կլնեն, այդ է կարևոր։ Անդրան ֆիքսի որ հետո մենք ձեզ կզանգեմ։ Հետո դու փոխած ցույց տաս թե ինչի է ունակ։ Արի դու կրակի։ Դավայ։ Ես բաց խնդրում եմ հաշվի առեք այն հանգամանքը, որ ես երևի 3 ամսից ավելա չեմ կրակում։ Հուսանք ես հաղորդումը քեզ կդրթի ավելի։ Իշխանախվեր, էսը։ Ավելի։ Ես ուզում եմ դա տենց լինի։ Հա, դու ձախով ես։ Բա։ Ցախցերի գործ է, էլի ես։ Արա վերև կպավ։ Իշխոջան։ Դու եք արես են կարմիր հատվածին նշան բռնես ինձ։ Շատ ուժեղ զենք է իդեպ։ Այսանով կրակեմ, թե սրանով ասա։ Դու սրանով կրակի, որ մեր հետ մրցես, Հա, հետո ինքնուրույն այնտեղից թուղթ կկրակես։ շատ լավ։ Ու հետո իրար հետ միասին կետան կնայենք, հետո ես ու լոկան կհեռանանք ու կգնանք հեռու կրակելու, լավ։ Շատ լավ։ Փորձենք։ Այսօր լավ չի կրակում, ճիշտն ասած նստած, Ես։ բայց արի ես ես ինձ անեմ։ Շատ արման է, շատ ուժեղ զենք է։
Հավեր։ Մի հատ է փոքրակի լավ փամփուշներով։ Հա, ամենաաճտուկի վերևի մեջտեղը վարպետ։ Հիմա կրակելու եմ HBBT պատրոնելով Cellar Bellot-ի։ Փորձենք տենանք լավ խումբ հավաքում ենք թե չէ։ Թղթի վրա այս անգամ կփորձեմ։ Սկսենք։ Տեսեք որ բաց է սիրտը զենքի, այսինքն հանգիստ կարան գնանք առը։ Հա, ինտեպ չենք պատմել։ Հա, որ ասեցիր։ բան է։ Ես Խնդրել էի, ասում եմ, բայց չես պատմել։ Ես ընթացքում էի ուզում պատմել։ Հա, լավ, մի պատմի, չէ։ Հա, ես պատմեմ։ Քո վրա յա դու դեռ չէիր արել, Հա։ պատմ։ Ես դիպուկ կրակել սկսել եմ սովորել ազատազենում դիպուկների դասընթացի ընթացքում։ Ինչի համար շատ շնորհակալ եմ ազատազենին, ազատազենի համայնքին։ Հիանալի միջավայր է, որտեղ իրոք բանիմաց մարդիկ են ու շատ բաներ եմ սովորում, բավականին հետաքրքիր անցնում ու խորհուրդ եմ տալի մյուս արդեն խմբերի, երբ որ հայտարարի ազատազենը գաք մասնակցեք, համայնքը մեծանա դիպուկների ու երբ որ ժամանակը գա արդեն պետականության կողքը կանգնելու ժամանակ դիպուկ լինենք, դիպուկ կկանգնենք։ Այդ մեր սիրած ամենասիրած կտորներից մեկն է դիպուկների դասը։ Ինքը մաքսիմալ շատ գիտելիքներ է ներառում ու միջինից բարձր որակների դիպուկահար ենք ստանում դասի ավարտին։ Պլյուս ընկերանում ենք, քեֆեր ենք իրար հետ անում, Բոլորն է անցել է։ Ինչպեսի հիանալի։ Բոլորն է ծակիլ է։ Խնդրում եմ, ես կներեք։ Արի։ Ինչպեսի հիանալի պատմի։ Խնդրեմ։ Էսի ո՞րն է քոնը։ Սա իմ ձեռագիրն է։ Սա ես եմ, սա իշխանը։ Իշխանը հաղթեց, շնորհավորում ենք քեզ։ Դաժե բանը նայ։ Այս միրոք նա։ Դաժե տեսեք իմի պռոշը քիչ ա տվել, ձերը շատ ա տվել։ Իմ մեջ կասկած էր, որ ես sense տեսա, ինձ թվաց չի ծակե։ Նեղվա էլի։ Իրականում ես էլ տենց մտածեցի, որ չի ծակե։ Հա, բայց հաստությունը մի հատ ցույց կտաս ընկեր Անդրեն։ Այս փամփուշտն է, որ քաղաքացիական է, թե բայևո է։ Քաղաքացիական փամփուշտը բավականին ուժեղ բաներ է կարում ծակի։ Կարող է բեր 5 տեսակի զրահ չծակի, բայց թշնամուն կպնելու դեպքում շարքից կհանի։ Հիմա գնանք, բայց նույն ձևի լավ է կրակել։ Չեմ կարծում, որ այդքան լավ է։ Էս իմ ձևի, ոչ թե։ Հա, նու այդքան լավ չեմ կրակել։ Ինձ թվում է ավելին կարամ կրակեմ։ Մի մոա մի քիչ է չրթել։ Չէ, զենքի հնարավորությունները ավելին են։ Ինձ թվում է ավելի լավ կարելի էր կրակել, բայց դե այսօր sense ստացվեց։ Ոչինչ։ Պորտանայինք էլ։ Բայց հա, շատ լավ միտք առաջացավ իշխան ջան։ Հիմա նայ։ Նամանավանդ որ սենց ենք նայում, ավելի սիրուն է երևում։ Ես սարքիս շարունակ սկսեմ դրանով զբաղվել, դասընթացների մասնակցեմ ու հաջորդ տարվա Ես էլ եմ մեծ սիրով պլանավորում, ես եմ մրցմանը մասնակցեմ, որ այս տարի չհասցրեցի։ Կհիշեք, որ բանը Իսկանդերը իմ սեփական զենքով կգամ արդեն։ Կմրցենք իրար հետ։ Հիշեք, որ Իսկանդերի մասով ասեցին մարտավարատակտիկական մշակույթային զենք է։ Հիմա այս ամեն ինչն էլ է մշակույթային բավականին, էլի։ Ես երկելով կկրակեմ։ Կամաց երկելով։ Իդեպ այս տարի հենց այս դեպք ունեցանք, որ մեր դիպուկների դասի մասնակիցները դիպուկահարների մրցմանը հաղթեցին, դիպուկահարի գրացան։ Երրորդ ու երկրորդ տեղերը գրավեցին դիպուկների, նախորդ դիպուկների դասընթացի մասնակցող առաջի տեղ գրավեց, ելի մեր մարտական ընկերը։ Շատերը չգիտեն, որ կարան զենք ունենան, բայց օգտվելով եւս մեկ անգամ այս հաղորդումից, մենք ինչ որ հատուկ մարտիկ չենք, որ այս զենքն ունենք։ Ձեր պես քաղաքացիներ ենք, ովքեր հանձնել են քնություն, անցել են բույժ զննում, արել են մուծումները ու զինվել են։ Շատ հեշտ կարող է զինվել, այսպես գազան զենքերով օգտվեք այդ առիթից։
Լոկային մերսի ասենք, ես իր հետ գնամ, իշխանություն Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Շնորհակալ։ Փորձագետներ ենք, էլի։ Փորձագետներ եկան։ Բանի, գոնգ ցակելու փորձագետ։ Լավ է, մի քիչ էլ որ լավ սկսես կրակել, մյուսը կգա։ Ապրես։ Գլուխ գովալու բանը։ Մերսի։ Հաջողություն Տարիկ ջան։ Ուրեմն կանի որ ինքը մարքսմենի զենք է, ոնց որ action ժանրի հաղորդում ստացվեց, եկեք շարունակենք այդ մուդով ու փորձենք մի քանի անգամ 350 մետրից իրար հետևից կրակով փորձենք արագ խոցելը, ուսամ կստացվի։ Դե գնաց։ Գնացինք։ Գնալ։ Վերջ, ստացվեց մեր էքշնը։ Վերջում եկեք մարզվելու, եկեք հաջորդ դիպուկների դասին մասնակցեք։ Ես էլ լիքը սովորելու տեղ ունեմ։ Հուսամ ավելի դիպուկ կդառնամ դասերի վերջում։ Կհանդիպենք երևի մյուս անգամ հաջորդ զենքս գնելուց հետո։ Հաջողություն։